Բայց երկրորդ խոշորագույն քաղաքում ՔՊ-ի համար ամենևին էլ հեշտ չի լինելու տեղական իշխանությունը վերցնելը, թեև Փաշինյանի վարչակազմը նախորդ տարվանից ամեն ջանք գործադրում է ու միջոցների մեջ խտրականություն չի դնում դրան հասնելու համար։ Ընդդիմության պնդմամբ Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց Գյումրիում, հետո տարբեր մեխանիզմներ կիրառելով իր թեկնածուին նշանակեց քաղաքապետի պաշտոնակատար ՔՊ-ի շանսերն ավելացնելու համար։ Իսկ մրցակիցները մեկը մյուսից հրաշք են, կոլորիտի պակաս պարզապես չկա։ Վերցնենք թեկուզ այս անձնավորությանը, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Ծամեր Գյումրին է։ Արտյոմ Թումանյանը գլխավորում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 32 հոգանոց ցուցակը։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Մարդ, ով մշտապես կանգնած է եղել, մարդ։ Այսքան պաթոս ու գլուխգովանություն նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է խցկել ընդամենը մեկ կարճ տեսահոլովակում, բայց ձեռքի հետ դերասան աշխատող եւ Գոռ Վարդանյանի ֆիլմում ԱԱԾ աշխատակցի դեր խաղացող Արտյոմ Թումանյանի համար դա խնդիր չէ։ Տեսահոլովակը իսկական հիթ դարձավ համացանցում, զվարճացնելով հազարավոր օգտատերերի։ Հիմա տեսնենք, թե նրա քաղաքական կենսագրությունից ինչ հոտ է գալիս։ Նրանք հաջածանոթ մարդիկ շատ արագ հիշեցրեցին, որ ֆայտոնով մարդն իրականում այդքան էլ անմեղ կերպար չէ, ինչպես ներկայանում է հանրությանը։ Մամուլը գրեց, որ նա դեռ 2018-ից ՔՊ-ի մոլի աջակիցներից է, իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Արտյոմ Թումանյանը իշխանությունների կողմից հալածանքների ենթարկված, ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով կալանավորված եւ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացած լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած եւ նրա դեմ թունավոր արշավ կազմակերպած անձն է։ Ուշադիր ինձ լսի, Արմեն Գրիգորյան, նախկին ԿՎՆ-ի, Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության գյումրեցիների առջև խոստանում եմ, որ դու պատասխան ես տալու քո յուրաքանչյուր բառի համար։ Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Քո պատիժը լինելու է շատ սխալով։ Ես դա խոստանում եմ։ Երևի ավելի ճիշտ կլինի վերաձևակերպենք մեմ դարձած տեսահոլովակի վերնագիրը։ Մարդ, ում գործերից գործ տալու հոտ է գալիս։ Մարդ։ Իսկ Երկիրեյեմը գրում է, որ գյումրեցիներին իր կեղտոտ ու քստմնելի անցյալով քաջ հայտնի Արտյոմ Թումանյանը ըստ հրապարակված եւ չհերկված փաստերի 8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է եւ յուղալի թիրախների ընտրության ու նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորտման մեծ վարպետ։ Նշվում է, որ 2021 թվականի հունվարի 15-ին նա խաբելով ու մոլորեցնելով մի քանի տասնյակ ազատանցիների ու նրանց համոզելով, որ Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն են մեղավոր, պատերազմի ժամանակ իրենց համագյուղացիների գերեվարման համար հավաքել էր նրանց գյուղի մոտ եւ մի քանի րոպեով փակել հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենայի ճանապարհը։